Ազգային ժողովում պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ է գումարել։ Օրակարգում զինվորական ծառայության օրենքում փոփոխություններ կատարելու մասին քննարկումն է։ Օրենքի նախագծի համաձայն նախատեսում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը փոխարինել 18-ամսյա ծառայության ժամկետով, դրա գործողությունը տարածելով 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա։ Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։ Ընդդիմությունն անհանգստություն ունի, ինչպես է ուժի մեջ մտնող օրենքը համադրվելու բանակից վճարի դիմաց ազատվելու օրենքին, կան անհամապատասխանություններ։ Օրենքը, որ մտավ ուժի մեջ, պարտադիր զինվորական ծառայությունը դառնում է 18 ամիս, բայց գործում է եւս մեկ օրենք, Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքը, այդ բանակից խուսափածների, որոնք վճարման դեպքում ինչ որ ժամկետներ են, բայց այդ օրենքը շարունակելու է գործել, որտեղ նշված է 24 ամիս։ Այսինքն բազմաթիվ օրենքներում անհամապատասխանություն է, ոնց են հասցնելու, որ բոլոր օրենքները համապատասխանեցվեն այս ձեր ներկայացրածին։ Պաշտպանության նախարարը վստահեցնում է, գործող օրենքներում փոփոխություններ անելը դժվար չէ, այն հնարավոր է արագ իրականացնել առանց հավելյալ խնդիրների։ Նշեմ, որ պարոն Սարգսյանը նույն օրենքի շրջանակներում նոր փոփոխություն է առաջարկել, որը կառավարության կողմից հավանության է արժանացել։ Ենթադրում եմ դրա շրջանակներում հնարավորինս արագ կարող ենք դա փոխել, եթե նման հարց է ծագել։ Նաև մեր իրավաբանական վարչությունը կարծում եմ այստեղ անելիք կունենա։ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստից հետո պաշտպանության նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին։ Ամենամյա ամանորին ընթառաջ սահմանին լարված իրավիճակն այս տարի բացառում ենք, ընդգծում է Սուրեն Պապիկյանը։ Չեմ կարծում, որ հիմա ինչ որ լարվածության մասին մտահոգություն կարող է լինել, սահմանին շատ հանգիստ է եւ պատրաստվում ենք ամանորին, այո, տոնական օրերին բնականաբար ծառայությունը ավելի զգոն է։ Այս օրերին պաշտպանության բանակն ունի ավելի լուրջ մտահոգություն, դիրքերում քամի է ու մառախուղ։ Հաշվի առնելով նաև եղանակային պայմանները, քամին, բուքը, այլ մտահոգություններ ունի այսօր զինված ուժերը եւ մենք մեր առօրյա խնդիրներով ենք զբաղված։ Եթե Երևանում կամ մեր մարզերում կամ հարակից մարզերում ձյուն չկա, ապա բարձրադիր հատվածներում կա ձյուն։ Մենք մինչև 3500 մետր բարձրության դիրքեր ունենք։ Դուք հաշվի առեք, որ այնտեղ ձյունը հալվում է միայն ամռանը եւ արդեն հոկտեմբերից կարող է նաև ձյան շերտ այնտեղ տեսանելի լինել։ Նախարարն անդրադարձավ նաև դեկտեմբերի 12-ին զինծառայողի մահվան դեպքին։ Մանրամասներ չի կարող հայտնել, նշում է, դեպքը տեղի է ունեցել հյուսիս-արևելյան հատվածում։ Հիմա հարցը քննչական կոմիտեի տիրույթում է եւ նոր բան նախաքննության շահերից ելնելով ես ասել չեմ կարող։ Իհարկե ցավում եմ դեպքի առնչությամբ, բայց նոր բան ասել չեմ կարող։ Փորձում ենք մենք գնահատականներ չտալ, որպեսզի նման հարցեր չծագել։ Գնահատողը մենք չենք։ Կան մարմիններ, որոնք պիտի տան այդ գնահատականները։ Շողեր Ղվիջյան, Արմալուր։